Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս։ Նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։ Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ Հիսուս դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի դուստրեր, ինձ վրա լաց մի եղեք, այլ լաց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն. երանի չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և չդիեցրին։ Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե ընկեք մեր վրա, և բլուրներին, թե ծածկեցեք մեզ, որովհետև երբ դալար փայտին այսպես անեն, չորին ինչ կպատահի»։ Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին նրա հետ սպանելու համար։ Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, և չարագործներին էլ մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը խաչեցին։ Եվ Հիսուս ասաց. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին, իսկ ժողովուրդը դիտում էր։ Իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը, Աստծո ընտրյալ որդին»։ Զինվորներն էլ ծաղրում էին նրան, առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. «Եթե դու ես հրեաների թագավորը, փրկիր ինքդ քեզ»։ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար, գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե «Սա է հրեաների արքան»։ Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ և մեզ»։ Նրա ընկերը նրան սաստելով պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չես վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում, և մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո թագավորությամբ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։